Եկամտահարկի վերադարձի մասին օրենքի չեղարկումը լուրջ հարված է հասցրել հազարավոր քաղաքացիների, հատկապես երիտասարդ ընտանիքների։ Բարձր գների, սահմանափակ հնարավորությունների եւ անորոշ ապագայի պատճառով շատերի համար բնակարան ձեռք բերելը դարձել է անհնարին։ Սարսափելի վիճակ է, նես չի որ լավ է երիտասարդության վիճակը։ Մարդիկ գիշեր-ցերեկ աշխատում են, չեն կարողանում մի հատ բնակարան ձեռք բերեն։ Երիտասարդը եթե բարձր աշխատավարձ չունեցավ, բնակարան չի ունենա։ Տարիներով 10 տարի, այնքան մարդ կա Երևանում ապրող, որոնք որ բնակարան չունեն, 20 տարի վարձով են ապրում։ Որ թանկ է, մի քառակուսի մետր։ Շատ թանկ է։ Ինձ թվում է, որ աշխատավարձով հաստատ չես կարող գնաս, որովհետեւ ամեն ինչ թանկացել է։ Օրենքի չեղարկումից հետո սակայն իշխանությունները որևէ այլընտրանք չեն առաջարկում։ Փաշինյանական լռությանն ի պատասխան երիտասարդ ընտանիքների այս բեռը թեթևացնելու իր տարբերակն է առաջարկել ազգային բարերար Սամվել Կարապետյանը։ Մենք առաջարկելու ենք ներդրումային ծրագրեր այն շինարարական ընկերություններին, ովքեր ուզում են ներդրում կատարեն Հայաստանում։ Հողը տալու ենք անվճար, գազը, լույսը, ջուրը տալու ենք անվճար։ Դրա դիմաց մենք կունենանք օրինակ 270,000 դրամ քառակուսի մետրը բնակարան Երևանում։ Թե ինչու որևէ սոցիալական ծրագիր պետությունն այդպես էլ չի առաջարկում երիտասարդներին եկամտահարկի չեղարկումից հետո բնակարան գնելու էջը չփակելու համար հայտնի չէ։ Փաստ է մեկ բան, եթե այլընտրանք չլինի, երիտասարդները կշարունակեն խուսափել ընտանիք կազմելուց։